Ընկերներ, ողջույն։ Պատրաստում ենք թխվածքա բլիթներ, որոնց ես անվանել եմ 8 գդալ։ Իսկ թե ինչու 8 գդալ, հիմա կհասկանաք։ Խորը տարայի մեջ լցնում ենք 8 գդալ մածուն, մի պտղուն սոդա։ Ավելացնում 8 գդալ շաքարավազ եւ 8 գդալ ձեթ։ Ինձ մոտ արևածաղկի ձեթ է։ Ավելացնում ենք 1 թեյ գդալ վանիլի եւ խառնում։ Այնուհետև ավելացնում ենք ալյուր։ Ալյուրն ավելացնում ենք քիչ-քիչ։ Նրա քանակը կախված է մեր օգտագործած մթերքների որակից եւ տեսակից։ Ստացվում է ձեռքերին կպչող խմոր, ինչպես ներկայացնում եմ տեսանյութում։ Շատ ալյուր մի ավելացրեք, որպեսզի պինդ թխվածքաբլիթներ չստանաք։ Ստացված խմորից ձևավորում ենք գնդիկներ, նախապես ձեռքերը թրջելով ձեթով։ Մի մասը ես ձևավորում եմ հետևյալ կերպ. գնդիկները թաթախում եմ շաքարավազի մեջ, ապա դասավորում ջեռոցի տապակի վրա։ Թխում ենք 180 աստիճան տաքացված ջեռոցում մոտավորապես 10 րոպե, իհարկե կախված ջեռոցից եւ թխվածքաբլիթների չափից։ Արդյունքում ստանում ենք գեղեցիկ ոսկեգույն թխվածքաբլիթներ։ Վերջում կարող եք թխվածքաբլիթների վրա լցնել շաքարի փոշի եւ մատուցել։ Շատ համեղ են։ Փորձեք, վստահ եմ կհավանեք։